Երևանն ունի նոր գլխավոր ճարտարապետ, ավելի ճիշտ նոր նախկին գլխավոր ճարտարապետ։ Այս նշանակմանը նախորդեցին Հանրապետության հրապարակում ճարտարապետական ձևափոխումների մասին քննարկումները, այս երկու իրադարձությունները կամ համընկան, կամ իրար հետ գուցե իրոք կապված էին, ամեն դեպքում իրադարձությունները ինտերնետում բավականին լայն քննարկման արժանացան, եւ մեր հաղորդումը չէր կարող շրջանցել այս թեման։ Երևանի ճարտարապետական դիմագիծը, նոր քաղաքապետը, նոր ճարտարապետը ներեցեք եւ ինտերնետային բանավեճերը փորձելու ենք այսօր իմի բերել իմ հյուրերի հետ։ Իմ հյուրերն են Համլետ Խաչատրյանը, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, եւ Արթուր Մանուկյանը, երաժիշտ, Երևանը սիրող քաղաքացի, որ նաեւ սիրում է ինտերնետը եւ սիրում է մասնակցել այնտեղի քաղաքին վերաբերող հատկապես քննարկումներին։ Արթուր, որպես սկիզբ, հա դուք ոչ եք պատասխանել Նարեկ Սարգսյանի նշանակմանը վերաբերող ինտերնետային հարցմանը։ Ինչու՞։ Որովհետև մեր ճարտարապետությունը հիմնականում որպես քաղաքացի, ինձ հետ պիտի ինչ-որ զրույթ բացի խոսակցություն, այսինքն պատմի, թե ինչի մասին է այդ քաղաքը։ Ես քաղաքին, մեր քաղաքին որ նայում եմ, ես չեմ հասկանում ով է խոսում, ժխորը, ով ուզել, ով երբ ուզեցել ինչ-որ բառ ասել է ու լավ, վատ, նույնիսկ դա չի քննարկվում, որտեղ ժխորը եւ Նարեկ ներողություն ազգանունով Նարեկ Սարգսյանի օրինակ այն ինչ որ ես գիտեմ, ես պարտավոր չեմ շատ բան իմանալ իմ մասնագիտության բերումով, այն ինչ որ ես գիտեմ, դա պատկերում է այդ ժխորը, իսկ ժխորից մարդ հոգնում է։ Քաղաքը պետք է մարդու համար լինի, ոչ թե մարդը քաղաքի համար։ Եվ այդ ժխորը, որ ինքը կառուցել է հյուսիսային եւ հարավային, չգիտեմ ինչական, հայտնի չի ինչի մասին է։ Դուք այդ ժխորին եք ոչ ասել, փաստորեն, ոչ թե անձին, հա։ Դե այդ ժխորը անձն է, շարունակողը, ստեղծողը եւ հետո տեսեք հյուսիսային ամբողջ պողոտայի վրա մի հատ ծառի տեղ չկա։ Այս մարդը ատում է բնությունը։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, դուք այդ process-ներին հետևել եք հիմնականում ինտերնետից դուրս, հա, մասնագիտական շրջանակներում հետաքրքիր ինչ արձագանք ա եղել։ Ինչ արձագանք ա եղել։ Բնորոշում էր, բայց այդ ժխորը մենք ենք։ Ոչ թե ուղղակի այդ ժխորից օգտվողներից մեկն է Նարեկ Սարգսյանը, բայց ժխորը այդ մենք ենք։ Այս ժամանակին ասել գրել եմ այդ մասին, թե մոնումենտից որ նայում ես, ամեն անգամ ես որ Զեյթունում էի ապրում, ամեն անգամ, ամեն օր իջնելուց հետևում էի Երևանի տանիքների ժխորին, երբ որ 60-ականներին, 90-ականներին նույնիսկ նայում էինք, այդ ժխորը միայն երևում էր Կոնդում։ Հետո կամաց դա ինչպես տարավ ամբողջ Երևանը Կոնդ, այդ մենք դարձրեցինք, մեր ժողովուրդը դարձեց, այդ ժխորից օգտվողները իհարկե օգտվեցին։ Հատկանշական է, որ հենց մեր այս խոսակցության ժամանակ մեր տաղավարում հայտնվեց ֆոնային այս ժխորը, որը ոնց որ եկավ լրացնելու, հա, մեր թեման։ Հետաքրքիր է, եթե ձեր պաշտոնավարման շրջանում, երբ դուք եք գլխավոր ճարտարապետը քաղաքի, ինտերնետային քննարկումները այսքան ակտիվ լինեին, դրանք կանդրադառնային ձեր աշխատանքի վրա, կխանգարեին, կօգնեին։ Հեշտ կլինի։ Ամեն դեպքում կօգնի, իհարկե, երբ որ դու աշխատում ես, պատի հետ չես աշխատում, ժողովրդի հետ ես աշխատում, շատ ավելի հետաքրքիր է։ Այն ժամանակ արձագանքը ինչպես էր գալիս, ինչ խողովակներով։ Երևի նույնը, երևի ավելի մեղմ, որտեվ այդ վայրի վերումները նոր էին սկսում։ Միանշանակ կարող եմ ասել, որ ավելի մեղմ էր, կար։ Նու մեր ժողովուրդը ես ասել եմ, այս ժխորի հեղինակներից մեկն էլ մեր ժողովուրդն է, չկարծեք ժողովուրդը իրենց շքամուտքերում կամ բակերում չի անում։ Այդ ժխորից օգտվեցին, որտեվ համատարած Երևանը քանդեցին։ Ես նույնիսկ մտածում եմ, թե Թամանյանը ինչ է արել։ Նույնիսկ տեսեք մեր շրջապատի քաղաքները, Թիֆլիս, չէ, Բաքու, հին Բաքուն նորը իհարկե կա, մյուս քաղաքները, Աջուցախ արևելյան քաղաքները, հարավ հյուսիս, Թեհրան, մյուսները, չէ, արևելյան քաղաքներ են։ Մերը ֆրագ էր կարել Երևանի համար Թամանյանը, եվրոպական տիպի այդ ժամանակներին համահունչ քաղաք, որը տեսնում եք ոչ ճար, երբ որ համայնավարության մամլիչի տակ էր, կար, ինչ որ ուներ, մարդիկ ազատ չէին։ Հենց ազատությունը տվեցին, ամեն մեկը այս ձայնը, այս վկա, ամեն մեկը սկսեց քանդել,
դարձնել իրենը, բերել, դարձնել, այդտեղ ես շատ եմ մտածել դրա շուրջ, թե լավ մեկը չի, երկուսը չի, երեքը չի, երբ որ ժողովուրդը ինքը քանդում է իր բակը, կառուցապատում է, նայեք տեսեք մեր Երևանյան ցանկացած բակ լիներ այնպես, ինչպես նախագծով կար, այդ հսկայական կանաչը բակի մեջ, բարեկարգ ամեն ինչով, չէ, դա կլիներ աշխարհի լավագույն քաղաքներից մեկը, ոչ Փարիզ, ոչ Լոնդոն, ոչ մեկը չէր կարող մոտենալ, որտեղ ամեն մի բակ, դա մի պալատի բակ էր, չէ, ժողովուրդը չհասկացավ ինչի դեր էր։ Գուցե ինտերնետը։ Ես մի բան ավելացնեմ բակերի հետ կապված, որտեղ դա շատ ցավոտ խնդիր է ինձ համար կոնկրետ։ Երբ որ քաղաքը պատմում է, ինքը պատմում է հիմնականում ճարտարապետություն պատմում է բնակիչների մասին, իսկ այս ճարտարապետությունը ինձ պատմում է, որ այս քաղաքի բնակիչները ատում են երեխաներին։ Ոչ միայն երեխաներին։ Շատ սիրում են ավտոներ։ Եվ ատում են երեխաներին։ Բայց ամեն օր բաժակը ձեռքներին երեխաների կենացն է դա սուտ պորոտախոսությունն է, որը մենք փայլուն կարողանում ենք անել։ Այսինքն տեսեք, եկավ ոչ թե առանցին անհատներ, այլ ժողովուրդը ինքը իր ձեռքով ավերեց իր քաղաքը։ Այդ հանգամանքից օգտվեցին նաև այն պաշտոնյաները, որոնք շատ շուտ նույնիսկ վերադառնում են այդ պաշտոնը։ Դրանք այդ պատեհապաշտությունն է, այդ ժամանակը օգտագործում են եւ գալիս են իրենց արածը անելու։ Եթե ժողովուրդը տերը լիներ, դրա, չէ, թող փորձեր մեկը այդպիսի ոտնձգություններ անել։ Օրը ցերեկով մի քաղաք ավերվեց, մեր ձեռքով քանդվեց, գնաց։ Երևանը այսօր գոյություն չունի։ Այն Երևանը ինչ որ կար 15-20 տարի առաջ։ Գուցե ասենք ճարտարապետին գլխավոր նախկին քննադատելուց առաջ իրոք սկսենք քննադատել մեզ, մեր հարևաններին, ասենք ակցիաներ կազմակերպենք ոչ ճարտարապետին չեմ ես ճարտարապետին քննադատում եմ նրա համար, ընդհանրապես այսօր ակցիաների ինձ բանը պրոդուկտ է ներկայացնում, որ ես չգիտեմ ինչի մասին է։ Ինքը կառուցել է մի հատ շենք, որ իմ հետ արայով է խոսում։ Հասկանում ես Լիլի ջան։ Շենքը կանգնած ասում է արա դու ով ես։ Գողական շենքեր է սա։ Ասենք որ պատասխանը հա։ Տեսել եք այն պարլամենտները Հյուսիսային պողոտայի, դա նմանացրած է այս հաստավիզ մարդու հաստոտ բան ոսկե շղթային, այսինքն մինչև Հյուսիսային պողոտան արդեն տարբեր ուրիշ շենքեր էին իրենց։ Որովհետև ժողովրդի մեջ ինքնահաստատման միակ ուղին արայով խոսալն է։ Եվ շենքերն էլ են այդպես ավիրվում։ Ես իմ բակը կմեծացնեմ, իմ դուռը կմեծացնեմ, որ հարևանի հետ արայով խոսամ։ Այսինքն մարդիկ բարեկրթություն չունեն եւ չեն գնում մասնագետի մոտ, ճարտարապետի մոտ, որ հիվանդանում են բժիշկի մոտ են, չէ՞ գնում, բայց ճարտարապետի մոտ չեն գնում, որ ասեն ես ուզում եմ երեխաս հրապարակ ունենամ։ Երեխային չի հասնում։ Չկար այդ հրապարակները։ Նվաճեցին, չէ՞, դպրոցի տարածքները վերածեցին մանկապով արեց ժողովուրդը, գիշերով, ցերեկով, բահով, գլունգով, ծանոթով, փողով, լացով, կոծով, ամեն ինչով արեցին։ Շատ լավ, ես ուղղակի ուզում եմ վերադառնանք այդ թեմաներից մեկին, հա, խոսքը հանրապետության հրապարակի այդ հնարավոր կամ գուցե արդեն սկսված դեռևս ոնց որ հստակ չի, հա, ձևափոխման մասին է, որը արվում է փաստորեն ըստ Թամանյանի, հա, մտահղացման։ Դա ինչ է լինելու։ Կարող եք երկու բառով ուղղակի ինչ է նշանակում, այդ ինչ գումբեթ է, դա ինչ։ Մտավորականը առհասարակ, այդ թվում նաև ինձ համար խոշորագույն մտավորականներից մեկը իհարկե Թամանյանն է, թե այսօր լիներ այդ հարցը առհասարակ կմոռանար դրա մասին խոսելը։ Ահա։ Լիամ կրկնում ասել եմ, որ Թամանյանը նույնիսկ իր տան շինանյութը տվեց ժողովրդական տանը։ Համարեց, որ ինքը կարող է անտունի մնալ, բայց ժողովրդուն կառուցել։ Այսինքն այն եղած միջոցը իր ներդրեց։ Հիմա այսօր այս պայմաններում բերել մենք կառավարության շենքի իբր Թամանյանի հուշը հավերժացնելու 10 միլիոն դոլարի կարգավորում պետք է։ Մենք շենք ենք կառուցում, եթե այդ 10 միլիոնը հայթայթվել է, նո ասում են, որ բարերար ունի ուրիշ տեղից եկած փողն, պատկերացրեք այդ 10 միլիոնը դնեն մեր հուշարձանների վերականգնման վրա։ Դա գիտեք ինչ կանի։ Եթե մեր ինդուստրիան, դրանք պետք չի գործադրել։ մոտակա ինդուստրիան, մենք որևէ բան չունենք։ Ունենք մի երկիր հուշարձաններով լի, որոնք անմխիթար վիճակում են ու այստեղ պիտի զարգանա տուրիզմը։
Այդ բարերարին կարելի է, եթե մենք ունենք մտավորականություն, ունենք ճարտարապետ, այն էլ հանրապետության գլխավոր ճարտարապետ, ոչ թե քաղաքենը նման կմտածեմ, գնամ ինչ-որ գմբեթ տնեմ, որ այդտեղ իմ անունն էլ շոշափվի, որ ես էլ Թամանյանի հետ կարող է ասենք անունը հավերժացնելու ինչ-որ խնդիր կա։ Գումարներ, ասում կարելի էր մի քիչով այդ բարերարներն էլ շատ մեծ ուրախությամբ կտնեին այն գոհաների վրա, որ այսօր թափված են ամբողջ Հայաստանում մեկը չկա, որ չկաթի, մեկը չկա, որ չքայքայի։ Իսկ որպես ճարտարապետ դուք ասենք ինքներդ պատկերասրահի այդ վերին հարկերը իրոք ավելորդ եք համարում։ Կոմպոզիցիոն իմաստով, գիտեք, կոմպոզիցիոն իմաստով դա առհասարակ Թամանյանը դա անել է ինչպես Ֆլորենցիան ամբողջը մի հարկի տակ էր, դա դրել էր այդ Ֆլորենցիայի գմբեթը որ կա, բարդ է, սոցիալիստական Հայաստանում գմբեթ չէր կարողներ, գմբեթա նման մի ակցենտ էր դրել, որ այդ 5 հարկի մեջ դա դուրս գար, դա օպերան, եւ երկուսը կապել էր ինքը Իսային պողոտայով։ Բայց հիմա որ այդպիսի ծավալներ այնքան շատ կան Երևանում, դա եղած չեղած, ես կարծում եմ որպես մասնագետ, այդ շենքը լուր մնա ավելի կերևա, արդեն այս ժխորի մեջ։ Պատկերացնում եք հիմա բոլորը ճճում են 4 կողմից, նայել գոռա։ Թամանյանը սիրեցին կառուցել ամեն դեպքում ոչ թե թանգարան, այլ կենթանի ապրող քաղաք, կենթանի ապրող մարդկանց համար։ Իսկ քաղաքը փոխվում է։ Մարդիկ փոխվում են։ Այն ժամանակ եղել են, ասենք կառուցելը 150-250 հազար մարդու համար, հիմա արդեն քաղաքը գիտենք ինչ չափերի է հասել։ Ձեր կարծիքով ասենք նույն է $10 միլիոն կամ այլ գումարներ, ինչի համար էր պետք ճարտարապետական տեսանկյունից հենց, որպես քաղաքացի ասենք, առաջին կարիքները քաղաքի որոնք են այսօր։ Գիտեք, ես եղել եմ որ դες հարմար դառնա քաղաքը, որ դες սիրելի լինի։ $10 միլիոն որ խոսքը ասում են, ես հիշում եմ իմ տեսած թանկ քաղաքները, այսինքն Նյու Յորքը եւ Լոնդոնը։ Ուրեմն Լոնդոնի ամենակենտրոնում նենց այգի է, որ ես մոլորվել եմ։ Մանհեթենի վրա, որ ամեն մի քառակուսի սանտիմետրը իրանց ունեցվածքի չափ է, այդ մեր հարուստների ունեցվածքի չափ է, ամենամեծ այգին աշխարհում երևի Մանհեթենի վրա է։ Հուշարձան, այգի հուշարձան։ Հա, Ցենտրալ պարկն է։ Եվ Լոնդոնի այդ Վեսթմինստերյան աբայությունից մինչև Թագուհու նստավայրը կենթանաբանական այգի է, այնքան կենթանի ես տեսա, որ երբեք չէի տեսել։ Դա ինչ-որ բան նշանակում է, թե չի նշանակում։ Այդ կանաչի հանդեպ սերը չի եղել, թե վերացել է ինչ-որ պահի։ Նայած մարդկանց մոտ, այնտեղ հայկական ժամանակի երևանցիների մոտ։ Հիշում եք, չգիտեմ, այդ կապը։ Երևանը եղել է ինքը ավազոտ քաղաք, չէ՞ ժամանակին։ Գուցե ինքը եղել է տափաստանային տեսակ քաղաք, գուցե այդ վերադառնում այդ ավազոտ քամիների քաղաք է եղել ինքը։ Չէ՞ կանաչը ստեղ ներդրվել է։ Արևելյան, այ տեսեք ժամանակի մեր արմատների։ Դե մենք մեր չափանիշները գիտեք, սովետական կամ եվրոպական, մեր կապերը արևելքի հետ չկար, մենք մեծացանք հյուսիսի հետ, չէ՞։ Երբ որ համեմատում ենք մեր քաղաքները Կիև, Լենինգրադ, Մոսկվա, ռուսական քաղաքների, եվրոպական որոշ քաղաքների հետ, մեր ուսանողները, որ արևելքից էին գալիս, չէ, Հալեբ, Բաղդադ եւ մեր համագործիչները, ասում են Երևան ինչ կանաչ քաղաք է, որովհետեւ իրենց աչքին Երևանը շատ կանաչ է երևում։ Հետ գնացին։ Նախնիների կանչն է, հա։ Կանչեցի։ Հիմա նույնը մենք գնում ենք դեպի արևելք։ Գիտեք, արևելքը վատ չի, օրինակ Թիֆլիսը արևելյան քաղաք է, չէ՞, բայց ինչ հետարքիր քաղաք։ Ընդամենը 50 տարի առաջ էկոլոգիական խնդիր, սենց ծայրահեղ գոյություն չի ունեցել։ Բայց այսօր հետ գնալ մի մտայնությունության մեջ, որտեղ էկոլոգիական խնդիր չի եղել եւ դա բերել այստեղ, երբ որ խնդիրը շատ լրջագույն կանգնած է, երբ որ շնչելու օդ չկա, եւ այդ չեղած օդն էլ փչացվում է ինչ որ այլանդակ շինարարությունության աղբերով, ես դա ուղղակի չեմ հասկանում, այս մարդիկ որտեղ է իրանց այդ կնոպկեն, որը ստիպում է մտածել։ Լավ, ես ուզում եմ ասես մի անգամից փոխեմ, հա, հունը խոսակցության, քննարկումներ եղան ինտերնետում, բուրան, շատ եղան քննարկումները, բայց այդ քննարկումների ֆոնի վրա գլխավոր ճարտարապետը նշանակվեց, չնայած այնտեղ հարցումների արդյունքները, ասենք 90 դեմ, 10 կողմ, հա, տոկոսային։ Դուք ինչ-որ բան ակնկալում եք այդ քննարկումներից, թե որպես ուղղակի ձեր պարտքն եք համարում մասնակցել։ Կամ ինչ-որ բան սպասում եք, որ կբերի հետագայում այդ ինտերնետային գործունեությունը։
Չէ, քննարկումները նրա իմ քննարկում, կոնկրետ իմ քննարկումները ես նրա համար եմ անում, որպեսզի ի վերջո ես էլ եմ արդյոք ես էլ կարող եմ սխալվել, ես իմ կարծիքը հայտնում եմ, նայելով ուրիշի կարծիքը, փորձում եմ հասկանալ եւ ինչ որ կոռեկցիա մտել է, հա, ոսկե միջինի փնտրելու ուղղության վրա։ Իսկ գտել եք ինչ որ միջին։ Իսկ ես հասկանում եմ, որ քանի որ նշանակումը մտքից չի եկել, այլ ինչ որ ուրիշ պատճառներ ունի, երևի թե մտքով չես կարող դու այդ նշանակումը հետ պահել, այսինքն ողջամիտ ինչ որ բան առաջարկես, ուժով է պետք է պահել, չէ, չգիտեմ, այն ինչով որ ինքը առաջարկվում է որպես ճարտարապետ, այդ բանը պիտի հասկանալ, դա գուցե եւ փողը կլինի, այսինքն ինքը կարող է մեկ մարդ է, որը շատ հեշտությամբ կարողանում է ենթադրենք բարերարներ գտնել այդ շինությունների համար, ծանոթներ շատ ունի եւ այլն եւ այլն։ Փաստորեն ոչ թե մտքով է պետք հաղթահարել այդ պրոբլեմը, հա, մտնել, այսինքն գնալ այդ ծանոթ կրկնակի ծանոթներ էլ դու ձեռք բերես, որպեսզի կարողանաս իրան հանես։ Այս երկիրը այդ 10%-ի երկիրն է։ Լավ, իսկ ինչ որ դրական բան է սորվա Երևանի ճարտարապետական նոր դիմագծի մեջ դու կարող ես։ Իհարկե գա, Երևանը մաքրվում է, Երևանը ծառատն է, ծնկում է, իհարկե մեզ ոչ հարիր այդ տուաների շարանները չափից ավել շատ են, բայց դրական է։ Ես կուզենայի դրան զուգահեռ նաև գներ անցած տարվա ծաղիկները, որ ամենտեղ ծաղկամաններով կար, այս տարի ոչնչացավ, նա էլ լիներ։ Եվ անկախ նրանից ինչ իշխանություն է լինի, ես ինչ կուզենայի, որ ուժերն էլ կան, դեմոկրատական, թեկուզ կայսերականներն էլ կան, այդ պրոցեսը շարունակական լինի, որ մեկը չգա, այս գործը արած, վերջնի գցի դեն, նորը սկսի։ Թեման երևի անվերջ է։ Իհարկե։ Մեր հաղորդումը ցավոք սրտի վերջ ունի։ Ինտերնետը բաց տարածք է, որտեղ ամեն մեկը թերևս ինքն է որոշում իր ճարտարապետությունը։ Ինտերնետի հնարավորությունների մասին կշարունակենք խոսել հաջորդ շաբաթ։